Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածի համար։ Սա ինձ մի փոքր քաշվել է, բայց ինձ թվում է կճանաչեք ինձ։ Եվ քանի որ շոկ է, էլի մի փոքր պատուհանը բաց է, որ գոնե օդ գա, ճիշտ է, ինքը օդ չի գալիս, բայց գոնե ինչ-որ չափով խեղտոցը գնում է։ Չնայած որ շատ քիչ է բաց եւ իհարկե պետք է անպայման ձայնը լսեք, ոչինչ, հաջորդ շաբաթ կարծում եմ արդեն լավ կլինի, մի փոքր ջերմաստիճանը իջնում է, այնպես որ մեզ մոտ ամենաուժեղն է, չնայած ովքեր որ ապրում են Ֆրանսիայում, կարելի ասել բոլորի մոտ է, շատ բարձր ջերմաստիճան է, այսօր անգամ նայեցինք, որ երեխաները անգամ չեն դիմանում այս ջերմաստիճանին, որովհետեւ Հայաստանի օդը առհասարակ ուրիշ է, երբ որ ինքը ինչքան էլ որ բարձր է լինում, Հայաստանում օդը ուրիշ է։ Եվ ինձ թվում է այս երկրում ուղղակի այդ խոնավությունից է, որ ինքը օդ է դառնում եւ չես կարողանում շնչել։ Միայն դա է, որ քեզ խեղդում է, չես կարողանում իրոք շունչ չկա, ոնց որ ուզում ես քեզ հով անես, որ ինչ որ թթվածին գա շնչես, այդ թթվածինը, որ թե չէ շունչդ կանգնում է իրոք։ Դե գիտեմ, որ Հայաստանում այսօր համենայն դեպս լավ եղանակ է, որովհետև ծնողս գնացել էր խանութ, չեմ կարծում, որ շատ շոկ լիներ։ Չգիտեմ եղանակը Հայաստանում ինչպես է, բայց հուսով եմ, որ այնտեղ ձեզ մոտ իհարկե հով է։ Դե նորից գնանք երկու քարտերով։ Իհարկե լուսնայինը դեռևս այսօր ոչ մի պատասխան չունեմ, որ ես ձեզ ասեմ լուսնայինը կբացվի թե ոչ։ Իսկ մյուս ալիքում դեռ կորոշեմ, ինձ մեկ այլ տեսարան է հարկավոր, կփորձեմ մեկ այլ տեսարան գտնել, այնտեղ տեսանյութ անել, որպեսզի հասկանանք ինչն է խնդիրը ալիքների, ինչու՞մ է, հա, բողոքը, եթե օրինակ դա հեշտ է գտնելը ծաղիկ եւ հրեշտակ, իսկ մեկ այլ տարածք արդեն մի քիչ դժվար է գտնելը։ Մի խոսքով դա էլ կփորձեմ հանուն ձեզ, տեսնեմ ինչ կստացվի, կկարողանամ արդյոք ես ձեզ համար լուսնային անել, թե ոչ, հա, որովհետեւ իրոք լուսնայինը դարձել է հայոց հարցը։ Ինչպես որ վարչապետի հարցն է, նույնն է, լուսնայինն է դարձել։ Լուսնայինը անմիջապես կապված է իդեպ մի փոքր եկեղեցու եւ Տեր հայրերի հետ։ Երևի դրանից է։ Խառնել են ամեն ինչ։ Իրենք են բողոքել Տեր հայրերը։ Այսքանը եւ ինչպես միշտ կնայենք ընդհանուր ֆոնը, եւ 4 ոլորտ է իհարկե, փորձեմ մի փոքր արագ խոսել, շատ չեմ ծավալվի, ամեն մեկը թող վերցնի իր մոտա գլոբալ իր իրավիճակին համապատասխան, ըստ այն ինչ որ ես կասեմ, որպեսզի շատ օրինակներ չբերեմ եւ շատ չծավալվեմ։ Շոկ։ Եվ այսպես արդեն կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը։ Տան հետ կապված հարցերով պետք է զբաղվեք, կամ տեղափոխություն է սա, տուն գնել, վաճառել, տան իրեր գնել, կամ միգուցե նաև առիթ է, որ այս շաբաթ պատրաստվում եք անել։ Անձնական հարաբերություններում հնարավոր է նոր ծանոթություն։ Հնարավոր է ձեր հարաբերությունները առաջ գնան, եթե ինչ-որ խնդիր կար հարաբերություններում, իրար չեք հասկանում, ապա այդ ամենը կփոխվի եւ ոնց որ կանգնած տեղից առաջ կգնայի վերջո եւ կամ կհաշտվեք, եթե խնդիր կար, կամ նաեւ միգուցե էտապը փոխվի հարաբերությունների կամ մինչև այս ուղղակի հենց ընկերուի եք, հիմա արդեն որոշեք արդեն ամուսնանալու մասին։ Նաև կարող են հյուրեր գալ ձեր տուն եւ հյուրերը մնալ ձեր տանը, միգուցե այս շաբաթվա ընթացքում մնան կամ դուք մնաք ինչ-որ միտեղ հանգստանաք, դե ամառ է, հնարավոր է ինչ-որ միտեղ նաև ընտանիքով որոշեք գնալ։
կամ ինչ որ մարզ, մեկի տուն հյուր, կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեր տուն, այդպես ձեր տանը հանգստանան։ Եվ գումարի հետ կապված որոշ փաստաթղթեր կարող եք ստանալ, որտեղ որ մեջ գրված է գումար, հնարավոր է նաև ինչ որ բանկի թուղթ է, որտեղ որ պետք է գնաք եւ գումար վերցնեք կամ հա այդպես ինչ որ թուղթ են տալիս, հետո որ գումարը ստացաք եւ այլն։ Նաև ուշադիր եղեք, ովքեր մեքենա է վարում, որովհետեւ հնարավոր է ընտանիքով տեղ եք գնում կամ ինչ որ մի բան, մեքենա եք վարում եւ շտրաֆներ, հա, որովհետեւ գումարի հետ է կապված։ Ոմանք նաև ֆինանսական ոչե պայմանագիր կստորագրեն, գործարք կկնքեն, ինչ որ թվեր կլինի մեջը, գուցե հաշվապայի հետ ինչ որ հարցեր կարող եք քննարկել գումարի հետ կապված, հաշվարկ կարող եք անել, գրանցել, օրինակ որ ինչ արժի, եթե հա ինչ որ ինչքան գումար կնստի, օրինակ ձեզ վրա, նման ինչ որ պահեր։ Իսկ աշխատանքի մեջ հաջողություն, բիզնեսում հաջողություն, ինչ անեք հաջողություն կբերի ձեզ։ Հնարավոր է նաև գործարք եք կնքում եւ դա ձեզ հաջողություն է բերում ձեր աշխատանքին։ Կարող աշխատավարձի բարձրացում, այստեղ ստորագրում եք, դա բնականաբար էլի ձեզ հաջողություն է բերում, կամ աշխատանքը վեր է բարձրանում, ըստ դրա եւս գումար եք ստանում։ Դա այդ ամեն ինչը նաև կապված է ընտանիքի հետ։ Տան հետ նաև կարող է կապված լինել, այստեղ ինչ որ բաներ։ Ոմանք կարող են աշխատանքը տեղափոխել տուն, տանը անել, ոմանք իրոք գումար ծախսեն տան վրա, հա, եւ ստորագրեք օրինակ, որ ինչ որ բան եք գնել, ինչ որ բան եք վարձակալել։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք այն խնդիրներին, որոնք որ անցյալում է եղել։ Այն առողջական խնդիրներին, որ անցյալում է եղել եւ այնտեղ չեք դրել, հիմա հնարավոր է մի փոքր էլի իր մասին հիշեցնի։ Հատկապես ամառը այս շրջանում շատ է լինում, որ այդ հիվանդությունները հիշեցնում են։ Ընդհանուր առմամբ շաբաթը հիանալի է։ Ես ոչ մի խնդիր այստեղ չեմ տեսնում։ Այստեղ կարող է նաեւ ուղղակի չեք ծխում, նորից ծխեք, հա, եթե այդպես վերագրենք, կամ նորից էլի կարիքը զգաք, բայց ընդհանուր առմամբ ամբողջ քարտերը հիանալի են ձեզ համար։ Այսքանը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը փոփոխություն, տեղափոխություն, ոմանք կարող են բնակարան տեղափոխվել, ոմանք կարող են օտար երկիր մեկնել, ոմանք ինչ որ երկար ճանապարհ գնալ։ Դե ես որպես ցուլ պատրաստում եմ գնալ, բայց ոչ դեռ այս շրջանում։ Դեռ շատ շոկ է, այնտեղ ավելի կշոկենք։ Նաև սա ոմանց մոտ հղիություն է, ոմանց մոտ ծննդաբերություն է։ Վայ։ Ինչքան բարդ քարտեր կար, դուրս եկավ ցուլերին։ Ուրեմն այստեղ ընտանեկան հարաբերությունները մի փոքր ուշադիր եղեք, որովհետև այստեղ խոչընդոտներ կան, բախում կա, կամ հաշտվելու հետ կապված կարող է ուզում եք հաշտվել անընդհատ խնդիրներ կան, կամ ընտանիքով ինչ որ անընդհատ խնդիրների մեջ եք հայտնվում, ինչ որ խնդիրներ կան, որոնք հա բախվում եք անընդհատ խնդիրների։ Եվ ովքեր որ ուզում են ծանոթանան դիմացինի հետ, հնարավոր է հա այստեղ ինչ որ բախում, որ դժվարություններ կլինեն։ Կցանկանաք խոսել, չի կարող խոսել, կցանկանաք դուրս գալ գնալ հանդիպել, դժվարություններ կլինեն եւ այլն։ Գումարի հետ կապված այստեղ մի փոքր հնարավոր է նաեւ փորձությունների մեջ լինեք, հնարավոր է նաեւ մի փոքր դժվարություններ կան գումար աշխատելու հետ կապված կամ այստեղ կարող է նաև ուղղակի ֆինանսական բեռը ձեր ուսերին է, դուք եք կամ ընտանիքը պահում, կամ դուք եք ոնց որ ձերն է, հա, ֆինանսապես ծանրությունը ընտանիքում ձերն է։ Եվ այս շաբաթ կարող է դա ավելի շատ նկատելի լինի, ավելի շատ երևա,
Հնարավոր է նաև ուղղակի փորձությունի դեպ գումարի մասին ասեցի երկու բառով անդրադառնամ, ինչ եղավ վերջերս ինձ հետ։ Տուն տեսանք, որը արժեր 570 եվրո ամբողջ միասին, հա, ընդհանուր առմամբ, եւ որ արդեն պայմանագիրը ուզում էինք ստորագրեինք, արդեն այդ թղթերը պատրաստ էր, անուն ազգանուն ամեն ինչ գրվեց, այդ տունը դարձավ 672 եվրո։ Ուզում եմ հասկանալ, ովքեր որ Եվրոպայում են ապրում, հատկապես Ֆրանսիայում, ձեզ մոտ էլ է նման այդ հիմար իրավիճակը, որ կարող է վերջին րոպեին արժեքը փոխվի եւ կանգնես այդպես նայես դեմքին ասես դու ես հիմար թե ինձ ես հիմա այդտեղ դնում։ Սա է, հա, սա է, որ այդ դժվարություններն է ստեղծում ինչ որ չափով։ Եթե հա այդպես վերագրենք, ապա սա եւս Միգուցե նաև սա դեռ ինչ-որ չափով մարդկանց ապրումներն է այս շաբաթվա, դա եւս։ Աշխատանքի վայրում ուշադիր եղեք, 3 երեսանի մարդիկ կան, այնպես որ ձեզ ինչ-որ մի բան կխոստանան, ինչ-որ մի բան կասեն, ապա տենց միանգամից հալած յուղի նման մի ընդունեք, որովհետև ինչ-որ մի ձևով կարող են խաբել։ Նաև կարող են ձեզ այն ինչ-որ մի բան կորզել, գնալ տնօրենին ասել, գնալ մյուսին ասել, հա, մի խոսքով մի փոքր ուշադիր եղեք, նաև եթե ինչ-որ մարդիկ ձեզ աշխատանք կառաջարկեն, նաև խոստանան, որ այո, դու այստեղ կաշխատես, ասենց, մի փոքր այստեղ պետք չի հավատալ։ Առողջության հետ կապված ինչ-որ հատուկ հիվանդություն այստեղ չկա, բայց միայն կա ավելի շատ ծերության, հա, որովհետեւ պահեր, որոնք որ երևում է արդեն, բացի դա էլ մի փոքր մեծությունն է արդեն մարդու երևում, տեսնում ես, որ դու արդեն մի փոքր մեծացել ես, դա եւս։ Դե ինձ թվում է այսքան ամեն ինչից կարելի է ենթադրել, որ բնականաբար ծերությունն էլ մոտ կլինի, բայց նաեւ այստեղ ավելի շատ էմոցիաներ են, նայեք նաեւ ձեր լուսնային նշանը, ես իդեպ ասեմ, որ ես իմ արևային նշանին շատ քիչ եմ բանի տեղ դնում, հատկապես էմոցիաներս միայն նայում եմ լուսնայինով, դե համար ինձ համար միևնույնն է սրանք։ Այն ինչ որ ընկել է, նույնն էլ խորհուրդ եմ տալիս ձեզ, երբ որ էմոցիոնալ ինչ որ պահեր են լինում, անպայման դուք նայեք ձեր լուսնայինով։ Որովհետև դա է ձեզ ասելու դուք կտխրեք, կուրախանաք, թե ինչ կանեք։ Հիմա եկեղեցանի մարդիկ աշխատանքի վայրը բոլոր տեղերում կան։ Բոլոր տեղերում, աշխարհի բոլոր անկյուններում ընդհանրապես կան։ Եվ նման մարդիկ ինձ չեն անհանգստացնում։ Այսքանը ձեզ համար մի փոքր դժվար շաբաթ էր, նա պետք է հաշվի առնել ամեն ինչ եւ ուշադիր լինել։ Պետք է հասկանալ, որ ինչ որ ծանրություն կա, ինչ որ բեռ կա ձեր ուսերին, հատկապես գումարի հետ կապված, ֆինանսի հետ կապված, դուք պետք է ինչ որ մի բան անեք։ Եվ դա կարող է կապված է ընդհանուր փոփոխության հետ ձեր կյանքում, ինչ որ փոփոխություններ են, որոնք որ կմտնեն, եւ դա եւս այստեղ կարող է բախվում եք օրինակ տեղափոխության հետ, հղիության, ծննդաբերության, կամ միայնակ եք այս պահին ամուսինը այստեղ չի եւ դուք պետք է ծննդաբերեք, այդ ինչ որ դժվարություններն են։ Մի խոսքով, այդ ամեն ինչը պետք է կարողանաք տանել։ Մեկ շաբաթ է ընդամենը կարողացեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը բավականին ոգեշնչված կլինեք, այդպես աշխույժ, այսօր կողմ կգնաք, ճանապարհ կգնաք, հյուրեր կընդունեք, հյուրեր կգնաք, այդպես ինչ որ նորություններ կլսեք։ Այս անձնական կյանքում անձնական կյանքն է մի փոքր այստեղ, մի փոքր խառն է։ Բացի դա էլ շատ նորություններ կլսեք տարբեր ուղղություններով, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Նաև ընտանիքում, այստեղ ոմանց ընտանիքում կամ օց է մտել, փորձում է խառնել, խանգարել ձեզ, կամ նաև եթե ուզում եք ոչ առաջարկություն անել կամ ընդունել, հա, պետք է մի փոքր իմաստուն գտնվել եւ անմիջապես շատ արագ որոշումներ չկայացնել։ Բայց ուշադիր եղեք, օցեր են մտնում ձեր ընտանիք, թե հիմա ամուսնացած եք, ամուսնացած չեք, նույն դեպս ձեր տուն են մտնում եւ
Դա օծը չեմ կարծում, որ լավ բանի համար է մտնում ձեր տուն։ Այնպես որ ուշադիր եղեք անձնական հարաբերություններում։ Գումարի հետ կապված ոմանք գումար կարող են ծախսել, օրինակ տրանսպորտի միջոց գնելու համար, ճանապարհորդելու համար, տոմսեր կարող եք գնել կամ պահել տալ այդ տոմսերը վճարելով, վճարեք ինչ-որ մի բան եւ պահել տակ։ Գործուղման համար կարող եք գումար ծախսել, նաեւ գումար աշխատել, ինչու ոչ։ Գումար կարող եք ստանալ կամ գումար նաեւ կարող եք ուղարկել ինչ-որ մարդկանց։ Հյուրը կարող է գալ, կարող է հեռվից է գալիս եւ ձեզ գումարով օգնում է։ Եվ դեստեղ ավելի շատ ճանապարհներն են եւ կարող է ձեր գործերը ուղղակի առաջ մղելու համար ինչ որ գումարներ դնեք որևիցե կամ բիզնեսի մեջ կամ ինչ որ մի գործի մեջ, որ այդ առաջ է պետք տալ եւ դրա համար էլ գումար է պետք։ Այդպես կարող ֆինանսներ ներդնել։ Իսկ աշխատանքի հետ կապված կամ այս շաբաթը մանր-մունր գործեր եք անելու, մանր-մունր աշխատանքով եք զբաղվելու, կամ նաև մանրուքները պետք է, սա ասում է, ուշադրություն դարձրեք, թեկուզ եթե ինչ-որ մի բան ստորագրեք, ինչ-որ մի հարցերի համար, աչքաթող մի արեք, ոչ մի մանրուք, կամ պետք է շատ աշխատեք, կարող է մանր գործեր են եւ շատ։ Ամենայն դեպս ուշադրություն պահանջող գործեր են նաև, որոնք որ պետք է անեք։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ հնարավորություն կընձեռվի հանդիպելու բժշկին, հանդիպելու կոսմետոլոգի հետ, եթե նման հարցեր կան, կամ բուժվելու հետ կապված, օտար երկիր մեկնելու բուժվելու նպատակով, ինչ որ մի հնարավորություն ձեզ կընձեռվի կամ ավելի մատչելի դեղորայք օրինակ գնելու կամ դա հենց այդ բժիշկը որպեսզի ձեզ զննի, շատ հարցեր կան, որոնք որ հնարավորություն կընձեռվեն ձեզ, կամ այստեղ ինչ-որ կամուրջ կարող է ստեղծվել ձեզ համար, որպեսզի դուք օգնեք կամ ինչ-որ մեկին, որ հիվանդ է, կամ ձեզ կարող են ձեռք մեկնել ինչ-որ հարցում, իհարկե բժշկության հետ կապված, առողջության հետ կապված։ Դե միգուցե նաև սա գնում եք որևիցե մի տեղ, հավանականությունը մեծ է, որտեղ ճանապարհներ բավականին շատ ունեք, այս շաբաթ եւ կարող եք գնում եք օտարերկիր կամ Հայաստանի որևիցե մի վայր, հատուկ օրինակ աղեր ընդունելու կամ նման ինչ-որ մի բան, այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, միգուցե նվեր են տալիս ձեզ։ Այսքանը ձեզ համար, մի քիչ ընտանիքն է, տունն է, որ մի փոքր, այսպես, այդքան էլ լավ չի, իսկ մնացած առումով բավականին հիանալի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Շատ շփում խոսակցություններ, բամբասանքներ կամ ձեր մասին, կամ ձեր շուրջ, կամ կլսեք, որ խոսում են, բամբասում են։ Նաև դե տարբեր մարդկանց հետ կարող է հնարավորություններ լինի, տարբեր մարդկանց հետ անդադ խոսել, շփվել։ Դա նաև լեզվակռիվ է, որ ուշադիր պետք է լինեք այս մարդու, այն մարդու հետ, այտենց ոնց որ անդադ կարող եմ չփորձ կամ չհասկանաք իրար կամ դա այս իրավիճակից Հայաստանի անդադ մեկը մյուսին կծի, այդպես։ Եվ առողջություն իհարկե։ Ուրեմն ձեր ցանկությունները կիրականանան կամ ընտանիք կազմելու հետ կապված, կամ ընտանիքում ոչ մի բան տեղի կունենա, որ շատ եք ուզում, ցանկանում եք, երազում եք, որ դա տեղի ունենա, կամ կարող է տուն եք գնում, կամ ինչ որ մի բան է այստեղ, որ կարող քննարկում եք ամուսիններով եւ ի վերջո ձեր ուզածն է լինում, ամուսին ասում է լավ, արա, կյանքս կերար, եւ ոնց որ էլի ձեր ցանկությամբ է լինում։ Կամ այստեղ նոր սերը, առաջարկություն, ոչ մարդը չի մերժում, ոչ դուք կմերժեք, ոչ ձեզ կմերժեն, եթե դուք եք անում առաջարկ։ Նաև հերվից կարող է, ովքեր որ բարեկամ ունեն, ովքեր որ ձեր ընտանիքի անդամներից մեկը հերվում է ապրում կամ իր մասին կլսեք կամ իր մոտ կարող է գնաք կամ
ինքը կարող է գալ, լսեք, որ գալիս է, կամ ինչ-որ մի նորություն, որը հենց իրոք ընտանիքի անդամներին է վերաբերվում, ովքեր որ դրսում են, ինչ-որ մի բան իրենց մասին կարող եք իմանալ, կամ կանչում են իրենց մոտ ապրելու։ Եվ ֆինանսների հետ կապված մի փոքր ելք եք փնտրում, որպեսզի այդ գումարային առումով ինչ-որ հարցերին լուծում տաք։ Նաև որևիցե եկամտի աղբյուր կարող է ձեզ այնց հեռվանալ կամ դուք հանեք, որը ձեզ այդքան էլ եկամուտ չի բերում, հանեք եւ զբաղվեք մեկ այլ գործերով։ Օրինակ, այստեղ աշխատանքում հիանալի քարտ է եւ զբաղվեք ձեր աշխատանքով, օրինակ կարող եք հասցնում երկու գործ անել եւ ստիպված կլինեք մեկը բաց թողնել, որպեսզի գոնե մյուսը կարողանաք անել։ Կամ այստեղ կարող է երկուսն է։ Մեկը ի վերջո գնում է, այսպես թե այնպես կգնա այն ինչը որ ձեզ գումար չի բերում, բայց նաև կարող է եւս ինչ-որ մի հնարավորություն է լինում աշխատանքի հետ մեկտեղ անելու, բայց այն որ ձեզ իրոք գումար կբերի, ոչ թե չի բերի։ Նաև աշխատանքի հետ կապված ոմանք բարձրունք կունենան, դրա համար կարող է գիտեք նաև գնա այն ցածր աշխատավարձը, որը որ դուք ապրում եք, եւ հիմա ձեր աշխատանքի հետ մեկտեղ, ձեր այդ աշխատանքի դիրքի հետ նաև մեկտեղ ուրիշ աշխատավարձ է գալիս եւ չեք անհանգստանում արդեն։ Նաև պաշտոն ոմանք կարող են ունենալ, ոմանք աշխատանք կարող են գտնել հիվանդանոցում, ուսման հետ կապված, եթե իրոք այստեղ ուսման հետ կապված ինչ-որ հարցեր կային, ապա կարող է պատասխանները ստանաք այս շաբաթ, քննության պատասխաններ կամ մեկ այլ կարող է ինչ-որ բանը։ Նաև դատական գործընթացներ կամ պարտադիր չի միայն աշխատանքը սա լինի։ Ոմանք աշխատանք են փնտրում, գնացեք այս շաբաթ, հավանականությունը շատ մեծ է, որ աշխատանք կգտնեք կամ այս շաբաթ իրոք շատ աշխատանք ունենաք։ Միայն առողջությունն է, ընդհանուր առմամբ շաբաթը լավն է, միայն առողջությունն է, որ կամ անհանգստանում եք, ինչ-որ մի բան կա, որ ձեր ներսում անհանգստություն է ձեզ պատճառում առողջության հետ կապված, կամ անհանգստանում եք դիմացինի առողջության հետ կապված, իր համար եք անհանգստանում։ Այսքանը ձեզ համար, ընդհանուր հիանալի է, հատկապես անձնականի եւ աշխատանքի հետ կապված հիանալի է, նաև այստեղ կարող է խոսակցություններ լինեն նաև աշխատանքի վայրում։ Ուշադիր եղեք, որ լեզվակռվի մեջ չմտնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Երկընտրանքի առջև եք կանգնելու, ոմանք շատ լուրջ, ոմանք թեթև, կախված է թե ինչ իրավիճակ է, միգուցե այստեղ նաև քարտերը ցույց տան թե ինչի է դա կապված։ Դե ընդհանուր քարտերը, բոլոր քարտերը լավն են եւ այստեղ ես չգիտեմ, կարող է այս օրինակ տղան ձեզ ինչ-որ բան է, այդ տղան ինչ-որ բան է ձեզ առաջարկում աշխատանքի բերումով, դա եք, կամ ֆինանսապես այստեղ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու եւ դրա համար եք երկընտրանքի առջև կանգնած։ Կարող է գումար պետք է ներդնեք եւ այլն, հա, յուրաքանչյուր բան։ Նաեւ այստեղ ոմանց մոտ անձնական հարաբերություններում ինչ-որ գրել է, հա, կարող է, օրինակ մտածում եք, գրեք արդյոք թե ոչ, հետադարձ պատասխանեք արդյոք թե ոչ, հա, ոմանք իհարկե։ Միգուցե նաև ժամադրություն է գրելով պատասխանեք, գնում եք ժամադրության թե ոչ, դա համար կարող եք դեռ մտածել, հա, կարող է շաբաթվա մեջ լինի դա այդ ընտրանքը, կարող է նաև շաբաթվա ամբողջ շաբաթ լինի եւ որովհետեւ չենք հասկանում թե ինչպես շաբաթը լրացավ, ավարտվեց, գնաց ընդհանուր։ Նաև ընտանիքում որևիցե կամ փաստաթղթի եք սպասում, որը որ կարող է գալ կամ ոմանք այստեղ կարող զաքսավորվում են, ոմանք նաև կարող է բաժանվում են, ընտրության առջև եք կանգնած կամ օրը ընտրելու հետ կապված դա կարող է լինել, երբ զաքսավորվեք կամ երբ դե չեմ կարծում այստեղ այս քարտերով, բայց ամենայն դեպս
Նաև ինչ որ մի կարևոր մի բան կարող եք ստորագրել ընտանիքով, որ ընտանիքին է վերաբերվում, ինչ որ կարևոր փաստաթուղթ է, կամ տան սեփականաշնորհման իրավունք եք ստանում, կամ ինչ որ մի բան է, որը որ ինչ որ գրելու փաստաթղթի հետ է կապված։ Կամ ընտանիքով նստում եք ինչ որ ցուցակ եք կազմում, օրինակ ձեր ծախսերի ցուցակը կարող զգում եք, որ շատ եք ծախսում, եւ նստում եք ու ծախսերի ցուցակ եք կազմում, որ թե որ նորմալ լինի, հա, ամեն ինչը բյուջեն բավականացնի։ Գումարների հետ կապված ժամանակն է, կամ ժամանակն է ներդրում կատարելու, ժամանակն է ծախսելու միգուցե նաև, հա, որովհետև առհասարակ գումարը ծախսել է սիրում եւ երբ որ մարդը ծախսում է, նորից հետ է գալիս։ Դա միշտ այդպես է։ Եվ միշտ այդպես է կլինի, ով որ վախենում է գումար ծախսել, իրան շատ քիչ է գումար գալիս։ Հենց գումար եք ծախսում, անմիջապես գալիս է։ Ֆինանսական էներգիա է, եւ եթե հավեսով եք ծախսում, հավեսով էլ գալիս է։ Այդպես է։ Նաև դա ժամանակն է նաև գումար խնայելու, ինչու ոչ։ Կարող է գումար չեք խնայել եւ հիմա եկել է ժամանակը, որ պետք է գումար հետ գցել, պետք է խնայել։ Աշխատանքի հետ կապված այստեղ կամ հանդիպում կամ խոսակցություն կունենաք, որ եթե տղամարդու հետ կարող ձեր տնօրենն է կամ աշխատանքի ընդունվում որևիցե տղա, ինչ որ գործ կարող եք ունենալ այդ տղայի հետ կապված, կամ բիզնեսի հետ է կապված, ինչ որ հարցեր եք լուծում այդ տղայի հետ։ Տղամարդը ով որ աշխատանքի հետ է կապված կամ բիզնեսի, ամեն մարդու մոտ մի ձև կարող է լինել, կարող գնաք հարցազրույցի եւ այնտեղ տղամարդ լինի կամ առավելես կարող երիտասարդ տղա լինի։ Նաև կարող ինչ-որ մի բան է ձեզ առաջարկում եւ դուք այստեղ իրոք ընտրության առջև եք կանգնելու։ Իսկ առողջությանը բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Բացարձակապես, հա, որ ասեմ, եթե ինչ-որ խնդիր կար, ապա սա նշանակում է ապակինում, ոչ ոչինչ։ Հիանալի քարտերային, հիանալի շաբաթ է ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Երեխաների հետ է կապված, երեխաների հետ կամ անհանգստանում եք, կամ իրենց ինստիտուտի հետ կապված հարցերն եք լուծում, մանկապարտեզ եւ այլն, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոմանք թորներն են, կարող գալիս են ձեր թորները ձեզ մոտ մնալու։ Ահա, նաև դա նոր բիզնես է, որ կարող է խորանում եք, որպեսզի նոր բիզնես բացեք, բայց այս քարտը ձեզ այդքան էլ թույլ չի տալիս բացել, որովհետև կարող եք խոչընդոտների հանդիպել։ Եթե նոր բիզնես եք ուզում սկսել, նոր կյանք կարող եք սկսել, որովհետև ճիշտ ուղի եք ընտրել, եթե ինչ-որ մեկին եք ընտրել ձեր կյանքի ուղեկից, ապա ճիշտ ուղի եք ընտրել, ճիշտ մարդու եք ընտրել, կարող եք հա դիմել կամ ամուսնության առաջարկ անել, բայց նոր բիզնեսի հետ կապված այդքան էլ լավ չէ։ Միգուցե նաև որոշում եք երեխաներ ունենալ եւ դա եւս ճիշտ որոշում է ձեզ համար։ Եկող թորներն են գալիս ձեր տուն ուղակի մնան։ Այս մեկ շաբաթը կարող գալիս են, որպեսզի ձեր տանը մնան։ Նաև անձնական հարաբերություններում այն ինչ որ ընտրել եք, այն ինչ որ ուզում եք անել, դա ճիշտ է։ Այդ ճիշտ է կարող եք անել։ Այն յուրաքանչյուր բան, որը որ փորձում եք անել, ընտանիք կազմել, տեղափոխվել, այն ինչ որ ընտանիքով որոշել եք, այն ինչ որ ուզում եք միավորվել, ուզում եք հաշտվել, ուզում եք, եթե բաժանվել եք նորից էլ իրար միավորվեք, ապրեք, այնպես որ ինչ ուղի ուզում եք ընտրեք, մտածում եք դա ճիշտ է, մնացեք այդ ուղղությամբ։ Ֆինանսների հետ կապված կամ մանր-մունր գումարներ կարող եք ծախսել, կամ մանր-մունր եկամուտներ կարող եք արել, կամ ինչ-որ չնչին բաներ վաճառեք կամ մեջը քիչ գումար մնա, այդպես կամ փոքր-մոքր բաներ լինել։ Բացի դա էլ գումարների հետ կապված շատ ուշադիր եղեք, որովհետև
մանրուքներին ուշադրություն դարձրեք, ստաչին հաշվեք, ձեզ գումար տվեցին անպայման հաշվեք, ինչ որ միտեղ պետք է գումար են նշած, որտեղ պետք է ստորագրեք, անպայման հաշվեք, նայեք, ստուգեք։ Մի խոսքով, ամեն ինչը պարտադիր վերլուծելով, մտածելով, մանրուքներ ուսումնասիրելով նոր արեք։ Բարձի թողի մի արեք, այսպես գումար է մեջը նշած, դե ոչինչ, դե հիմա գումար էր, կարող ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան պետք է վճարեք, նշված է մեջը, եւ դուք ստորագրում եք, համաձայնությունը տվեցիք ձեր, բայց պետք չէր։ Այնպես որ շատ ուշադիր։ Աշխատանքի մեջ մի փոքր խոչընդոտներ կան, կամ աշխատանք գտնելու մեջ է խոչընդոտները, կամ նոր բիզնես բացելու մեջ է նոր խոչընդոտները, կամ աշխատանքի վայրում են խոչընդոտները, որոնք որ պետք է փորձեք հաղթահարել, կամ ուղղակի աշխատանք չկա, դա հենց բուն խոչընդոտ է ձեզ համար։ Դե եթե ուզենաք կկարողանաք ինչ-որ մի բաներ անել, որովհետև ճանապարհը այսպես թե այնպես այս քարտում գոյություն ունի, եւ պետք չի ոնց որ ասում են Բարսելոնար սարեր ձորերով գնալ, եթե ներքևում ճիշտ ճանապարհը կա եւ ուղղակի պետք է գտնել այդ ճանապարհը ու վերջ։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ինչ որ հատուկ բաներ չկան։ Հնարավոր է տեղափոխվեք կամ գնաք ոչ սանատորիա կամ նման ոչ միտեղ բուժվելու նպատակով, կամ տեղափոխվում եք մեկ այլ երկիր, մի փոքր կարող է այնտեղի օդը դժվարություն լինի սկզբում, եթե այս շաբաթ եք գնում, օրինակ, կարող է մի փոքր դժվարություններ լինի օդի հետ կապված։ Ընդհանուր առմամբ սա նաև հղիություն կամ նաև կարող եք ծննդաբերել, հենց դա միանգամից հենց ընկել էր։ Ոմանք կույսերը խնդիր ունեն միշտ։ Կույսերը հեսա նորից կգրեն, որ էլի հղիություն ծննդաբերություն, ես մեղավոր չեմ։ Եթե հղի չեք ծննդաբերում, ուրեմն պետք է հղիանաք։ Եթե այն տարիքում չեք, ուրեմն սպասեք թորնիկի, որովհետև անհնային է։ Սա ուղղակի մարդը կարող է տեղափոխվել, եթե մեծ եք, կարող եք գնալ ինչ-որ միտեղ հատուկ բուժվելու նպատակով։ Նորից ոչինչ։ Թե չէ ինչ-որ հատուկ առողջության հետ կապված հարցեր չկան։ Այստեղ խոչընդոտները միայն ձեզ մոտ աշխատանքի հետ է կապված։ Աշխատանք, բիզնես, ուրիշ մնացածը լավ է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը։ Դա ինչ-որ կայուն վիճակ է։ Ինչ-որ արտառոց բաներ տեղի չունենալու այս շաբաթ, որ ասեմ, այտենց ինչ-որ դեռ քարտերը ցույց կտան, կարող է միգուցե ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կայունանում, նորմալանում։ Տեսնենք անձնական կյանքը։ Նայվոր առողջությունն է, որովհետև մնացած տեղերը ինչ-որ բաներ չկան հատուկ։ Անձնական հարաբերություններում մանրուքների հետևից կարող եք ընկնել, որոնք էլ կարող են փչացնել հարաբերությունները, որովհետև երբ որ մարդը ընկնում է մանրուքների հետևից, անդադ խոսակցություններ են լինում եւ խոսակցության հետևից անընդհատ գալիս է եւ դրան վերջ չի լինում։ Եվ ստիպված արդեն նա բախվում եք խնդիրներով, մեկը մյուսին վիրավորանք եւ այլն։ Ուղղակի նաեւ ոմանք կարող է տանը մանր գործեր ունենան անելու կամ ինչ որ բաներ են, որ կամ որոշում եք կայացնում, ինչ որ փոքր հարցեր են, բայց ընդհանուր որոշում է պետք դրան։ Նաեւ մեկ րոպե։ Եվ իհարկե կարող մանր գործեր են կամ տան հետ է կապված կամ բաներ են, ինչ որ միայն թե մանրուքների հետևից մի ընկեք, հա, ինչ ուզում է լինի, քննարկեք, խոսեք, բայց մանրուքների հետևից մի ընկեք։ Դա միշտ է վեճ բերում, միշտ անհնարին է, հա, դու սա չասեցիր, դու այնպես չասեցիր եւ այդպես շարունակ։ Գումարների հետ կապված հնարավոր է գումար եք ծախսում
ճանապարհելու հետ կապված, ճանապարհորդելու հետ կապված, ճանապարհներ գնալու հետ կապված, գործերը առաջ մղելու հետ կապված, կարող գումար ստանալ կամ դուք գումար ուղարկեք ինչ-որ մեկին, կարող նաև տրանսպորտի միջոց եք ուզում գնել, դրա համար գումար ծախսեք այս շաբաթ։ Ոմանք նաև կարող են գնալ գործուղման, այնտեղ գումար ծախսեք կամ նաև գումար վաստակեք գործուղումից։ Գումար կներդնեք, որ ձեր գործերը առաջ մղեք, եթե ինչ-որ գործեր ունեք, բիզնես ունեք, մենակ այստեղ աշխատանքի հետ կապված ամեն ինչ լավ կլինի, կարող գումար եք ծախսում, այնտեղ ինչ-որ բան եք նշում, միգուցե աշխատանքի եք ընդունվում, դա եք նշում, էլի գումար եք ծախսում, և աշխատանքի վայրում ամեն ինչ հիանալի կլինի, մեկը մյուսի հանդեպ սիրալիր կլինի, մեկը մյուսին կօգնի, եթե աշխատում եք, եթե չեք աշխատում, ապա գնացեք փորձեք, հնարավոր է նաև ընդունելություն, կարող են ընդունել ձեզ աշխատանքի, եթե հարցազրույցի եք այս շաբաթ, ապա այն շատ լավ կանցնի, ձեզ լավ կզգաք, աշխատանքի վայրում նաև ձեզ կարող են ասել կամ աշխատանքը, որ շատ լավ եք անում, կամ ձեր արտաքին տեսքի հետ կապված կարող է ինչ-որ բաներ ձեզ ասեն։ Նաև դա կարող եք սկսել ձեր սիրելի հոբին բիզնես դարձնել կամ այս շաբաթ դուք ինքներդ այդպես հավեսով կաշխատեք կամ սիրված ձեզ կզգաք, լավ կզգաք, որովհետև ինչ-որ գործ կարող եք սկսել, բիզնես կարող եք սկսել, ներդրում եք առնում և ոնց որ ձեզ լավ եք զգում դրանից։ Եվ առողջական վիճակը այստեղ կայունանում է։ Նայեք ֆինանսական վիճակն էլ է կայունանում, առողջությունն էլ է կայունանում, նաև աշխատանքը, եթե խնդիրներ կար, կարող աշխատանք չունեիք, հիմա աշխատանք եք գտնում և այդ պահը կայունանում է ձեզ մոտ, այլ արդեն ինչ-որ փնտրտուքների մեջ չեք։ Ամենայն դեպս հիանալի շաբաթ էր ձեզ համար, ամեն ինչը նորմալ է, ինչ-որ ոլորտները կզգաք, որ նորմալացավ և այլևս դրան այդ մասին չեք մտածի այս շաբաթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը։ Դա սա իմաստություն է, նոր կյանքի իմաստ գտնելն է, նաև կարող է ինչ-որ պաշտոն է, կարող է դիրքի բարձրացում է, կամ այս շաբաթը այնպիսի տեղեր կարող եք գնալ, որ տարբեր տեսակի և որակի մարդիկ կարող են լինել, բարձր խավի ներկայացուցիչներ նաև կարող են լինել, կամ դուք ինքներդ կզգաք, որ հասունացել եք, կզգաք ձեր տարիքը։ Անձնական կյանքը ընդհանուր առմամբ վատ չի, միայն ընտանիքում հնարավոր է, որ չէ գաղտնիք է բացահայտվում, ինչ-որ մի բան կարող եք իմանալ, ինչ-որ մի բան հայտնի դառնալ ձեզ, սա կարող է լինել նաև սիրո առաջարկություն, որ չգիտեք դիմացինի զգացմունքները ձեր հանդեպ, կարող է բացահայտվել, նաև մեկ այլ բան էլ դե կարող է բացահայտվել, ոմանք իրենց կյանքի մի փուլ այդ էջը կշրջեն և արդեն ուրիշ ձև կարող եք ապրել, միավորվեք և ոնց որ այլևս չհիշեք այն ինչի համար օրինակ բաժանվել էիք և սկսեք նորից նորմալ ապրել իրար հետ։ Նաև սա զաքսավորում է կամ կարող եք դիմել զաքսավորման համար կամ զաքսավորում է, սա նաև չի բացառվում բաժանում։ Ընտանիքում հնարավոր է նաև խոսում եք ուսման հետ կապված հարցերով, եթե երեխաներ ունեք այն տարիքի, որ պետք է ընդունվի, ոնց որ իրանով եք զբաղված, ընտանիքով այդ փոստաթղթերն եք հավաքում կամ սպասում եք դիպլոմի կամ նմանատիպ ինչ-որ պահեր են, որը ուսմանն է վերաբերվում, կամ դուք եք ուզում գնաք սովորեք և քննարկում եք տանը այդ հարցերը։ Գումար կարող եք ծախսել կամ ինչ-որ հասարակական վայր այցելելու համար, հնարավոր է նաև առիթ է և այնտեղ կամ գումար պետք է տաք այդ առիթին կամ առիթը ձերն է և գումար պետք է ծախսեք այդ առիթին, բնականաբար։
Նաև սա ուղղակի ինչ-որ միտեղ կարող է շատ լինել, գնալ այգի, գնալ ինչ-որ միտեղ կամ հա Հայաստանում կան այգիներ, որոնք բավականին թանկարժեք են եւ կարող եք գնալ այնտեղ գումար ծախսել, չծախսել։ Թողնել գալ, ամեն ինչ հնարավոր է։ Դե բավականին թանկ են ընդհանրապես։ Դա ինչ արած։ Ամեն ինչն է իր գինն ունի, հա։ Ես այդպես եմ մտածում, եթե գնում ես վայելում ես, այնտեղ ինչ որ հետաքրքիր բաներ, ուրեմն դա իր գինն ունի։ Այնպես որ ոչ մի բան թանկ չի, ինչ որ բան թանկ է, բայց դե վայելում ես նաև։ Եվ իհարկե աշխատանքի հետ կապված ինչ որ կայունություն կա աշխատանքում, ոնց որ պինդ եք աշխատանքի վայրում կամ այդ աշխատանքում, ոնց որ ամուր հիմքեր ունեք, չեք մտածի, որ այսօր կանեք դա, վաղը չեկանի կամ վաղը դուրս կգաք աշխատանքից, հա, ինչ որ կայուն պահեր կան կամ նաև կարող է ընդունվում եք աշխատանքի եւ այդ ոլորտի մասին այլևս չեք մտածում, վերջ, արդեն կա աշխատանք, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է, կարող եմ օրինակ ծախսեր անել ինչ որ բաների վրա, հա, ինձ թույլ տալ գնալ այստեղ, հասարակական ինչ որ հետաքրքիր վայրեր եւ ծախսեր անել։ Առողջության հետ կապված ուշադիր եղեք այստեղ, որովհետև շատ դեպքերում շոկ է, մարդիկ խմում են սառը ջրեր եւ այստեղ ուշադիր պետք է լինեք կոկորտին, ձայնալարերին, ինձ նման, նաեւ դե անգինա, հա, նաեւ դա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Ընդհանուր շաբաթը հիանալի է։ Հիանալի է ձեզ համար։ Այսքանը։ Գնայինք աղեղնավորներին։ Թրավ աղեղնավորներին, հնարավոր է ինչ-որ պաշտոններ, հնարավոր է դիրքի բարձրացում, փոփոխություն, ինչ-որ կարևոր մի բան կարող է տեղ ունենալ։ Տեսնենք, ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Իմաստություն է սա, մյուս քարտն էլ է մոտավորապես նման ինչ-որ բան ասում։ Կամ ուղղակի այս շաբաթ օձերով եք շրջապատված լինելու, յուրաքանչյուր հարցում պետք է շատ ուշադիր լինեք, չվստահեք ամեն մեկին։ Ահա, ուրեմն, ընտանիքում ամեն ինչ նորմալ է, հիանալի է, մեկը մյուսի հետ հիանալի կլինի, ամեն հարց կկարգավորվի, եթե ինչ-որ խնդիրներ կար տանը, կամ միասին իրար հետ կապված խնդիրներ, կամ առասարակվեցա խնդիրներ։ Եթե ուզում եք ամուսնանալ, ապա կամուսնանաք, եթե ուզում եք առաջարկություն անեք ինչ-որ մեկին, ապա դիմացինը հավանականությունը շատ մեծ է այս քարտով, որ ընդունի ձեր առաջարկը, այնպես որ գնացեք առաջ, գնացեք դիմելու։ Ընտանիքում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ հիանալի է։ Ֆինանսական առումով ինչ-որ մի ձևով ինչ-որ մի բան կայունանում է ձեզ մոտ։ Կամ ոնց որ գիտեք, որ կայուն ինչ-որ միտեղից գումար է գալիս, կայուն եկամուտ կա, կամ ինչ-որ միտեղից հստակ գիտեք, ոնց որ ամեն ամիս այդ գումարը ստանում եք եւ այդ առումով հանգիստ կարող եք լինել։ Նաև ոմանք կարող են վերադառնալ իրենց նախկին աշխատանքի վայր, կամ անեք այնպիսի մի բան, որ անցյալում էիք արել, հիմա եւս նույնիսկ կրկնեք դա, էլի մտածեք, որ այն ժամանակ գումար եղավ, հիմա եւս սա գումարի հետ կապված ոչ մի խնդիրներ չեք ունենա։ Եվ դե կարող են նաև այնտեղից կանչել ձեզ, կարող չեք սպասում, կանչեն ձեզ այնտեղից հին աշխատանքի վայրից եւ զգաք, որ այո, արդեն ֆինանսապես կայուն եք, ֆինանսի հետ կապված խնդիրներ չեք ունենա եւ կհանգստանաք։ Առողջության վերաբերյալ այստեղ հավանականություն մեծ է, գնում եք հիվանդանոց, գնում եք բժշկի, գնում եք ինչ-որ զննման, ինչ-որ մի բան պետք է անեք։ Ամենայն դեպս հիվանդանոց է ցույց տալիս։ Կամ հղիություն է, կամ ծննդաբերություն է, կամ պետք է գնաք այնտեղ այս շաբաթ կամ դիմեք, կամ ինչ-որ մի բան է, կամ դեղորայք դուրս գրեն ձեզ համար, ինչ-որ մի բանի համար կարող եք գնալ բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար օձը չհասկացա որտեղ էր, իրոք,
Ուրեմն սա, եթե օծը չի, ուրեմն սա իմաստություն է։ Եթե իմաստուն լինեք, ընտանիքում այդ հաջողությունը վայելեք, նախկին աշխատանքին վերադառնաք, եւս դա իմաստություն է, որովհետեւ մարդը պետք է կարողանա ճիշտ կառավարել, ճիշտ մտածել, թե ինչ անի, ինչ չանի, ինչպես վարվի, եւ եթե մարդը գիտակցում է, որ այ ժամանակ ինչ որ բան եմ արել, դա ինձ եկամուտ է բերել, հիմա էլի արժի անել, դա ինձ օծն է, որովհետեւ օծը հենց այդպեսին է, որ ինքը գիտակցում եւ մտածում եւ հասկանում է իր արածը, ինչ է ուզում եւ ինչպես։ Այսքանը ձեզ համար։ Ես ինչ որ վատ բայր չտեսա։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը, ինչ որ լավ պահեր, ժամադրություն, անակնկալներ, նվերներ, դուք կնվիրեք, իրենք կնվիրեն, կամ ինչ-որ բաների կարող եք նշել, ուրախանալ, տրամադրությունը բարձրանա, ինչ-որ մի բան տեղի ունենա, ընտանիքում առիթ է։ Տեսնենք անձնական կյանքը, նույն քարտը, բացարձակապես նույն քարտը, զգում եք, անձնականի հետ է դա կապված։ Միայն ֆինանսներն են, մի քիչ կաղում։ Դա առողջությունը հետո կասեմ, բայց ֆինանսներն են, որ մի փոքր այստեղ խոչընդոտներ կան, կամ ծախսելու հետ կարող է կապված լինել, փոխանցման հետ կարող է կապված լինել, ստանալու հետ կարող է կապված լինել, որովհետև այստեղ աշխատանքի մեջ խնդիր չկա։ Միայն կամ ծախսելու կամ ինչ որ մի բանի, կամ կարող շատ ծախսեք։ Շատ ծախսեք, հետո խնդիրներ առջև, որովհետև այստեղ կարծես թե ընտանիքում առիթ ունեք, ինչ որ մի շատ կարևոր մի բան կա, որ ուրախանում եք։ Եվ կարող է դա է, որ շատ եք ծախսում, կամ նվերի վրա եք լավ թանկ վճարում, հետո դեռ մինչ ամսի 6 աշխատավարձը չի նստել եւ գումարից նեղվում եք։ Ինչ որ մի բան է այստեղ։ Եվ ոմանք ժամադրություն կունենան, լավ պահեր կլինի իրոքն, այնպեսի մի լավ պահ կլինի, որ նայեք ամբողջ շաբաթը անգամ ուրախ եք լինելու, պլյուս դա հենց կապված անձնականի հետ։ Ինչ որ չափով էլ այստեղ նաև աշխատանքի հետ է կապված, որովհետև աշխատանքում եւս պաշտոն, նոր դիրք, նոր ինչ որ հնարավորություններ եւ դրանից էլ կարող աշխատավարձն է բարձրանում։ Դե համար շատ եք ծախսում, դե համար այս ընթացքում եթե ինչ-որ բաներ եք ուզում գնեք, պետք է մի փոքր ուշադիր լինեք, որ հետո խոչընդոտներ չլինի։ Միայն դա է, որ վճարը կարող է խոչընդոտ լինել այս պահին, որովհետև չեմ տեսնում ես ինչ-որ ուրիշ պահեր, կամ գումար ուղարկելու, կամ ձեզ են ուղարկել դեռ չեք ստացել, ուզում եք վճարեք, ոնց որ չի ստացվում, նման ինչ-որ պահեր կլինեն, որովհետև ամեն մի քարտ ունի չէ, ինչ-որ սահմանագիծ, թե ինչքան կարող եք ծախսել եւ կարող սահմանն եք անցել, չի ստացվում, նմանատիպ ոչը պահեր։ Եվ իհարկե առողջությունը։ Առողջությունը այստեղ պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև կամ դեղ եք խմում, ինքը ոչ մի բան չի ասում, չի օգնում։ Կամ ուզում եք հանդիպել որևիցե բժշկի հետ, ուզում եք հանդիպել որևիցե մասնագետի հետ եւ չեք կարողանում իրեն տեսնել, որովհետեւ անընդհատ բախվում եք խնդիրների, ինքը տեղում չի ստացվում, ձեզ հարմար չի, կամ ինչ որ մի բան է, որը անընդհատ չի թողնում տվյալ անձնավորությանը տեսնել, տվյալ անձնավորության հետ խոսել, կամ բուժվել, կամ այս շաբաթ որ ասեմ ինչ որ բաներում, ինչ որ հարցերում մտան շատ մեծ ոնց որ արդյունք, բուժման արդյունք, այդքան չեք կարող ստանալ, եթե ուզում եք։ Դրա համար եթե գումարներ պետք է ծախսեք առողջության հետ կապված հարցերը լուծելու համար, թե ինչքան թանկարժեք դեղ, այնքան ավելի լավ, միևնույն է, սա ցույց է տալիս, որ միևնույն է, բախվում եք խնդրի, չեք կարող այդ դեղը կամ չի ազդում, կամ ինչ որ մի բան է։ Եվ եթե պետք է վիրահատություն անեք, այս շաբաթ մոռացեք վիրահատության մասին, որովհետև լուսին աճում է։ Իդեպ մեկը կար վիրահատության գնաց,
ուզում եմ ասեի չի կարելի գնալ, բայց չգիտի որ ես այս գործով եմ զբաղվում եւ մտածեցի կարող է նաեւ չի էլ ընդունում, որովհետեւ այդքան ինձ հատուկ ինչ-որ ծանոթ մարդ չէր, ուղղակի իմացա որ գնում եմ հենց նորալուսնի օրներ ոնց որ նորալուսնի օրներ գնում էր վիրահատության։ Եթե ժամերը շատ կարևոր էր։ Մեկ րոպե։ Այսօր 29, 28, չէ, նորալուսնից հետո էր։ Ի վերջո նորալուսնից հետո էր, այնպես որ չէր կարելի։ Կարող է անընդհատ դե 1 ամիս ինքը դեռ դրանից հետո պետք է բուժվեր եւ կարող է նաեւ ավելի շատ երկարի, որովհետեւ նորալուսնից հետո լուսինը աճում է եւ խնդիրները եւս աճում են։ Դե համար եւս էստեղ խորհուրդ չեմ տա հիմա վիրահատություն անել։ Այսքանը ձեզ համար երկու էր, հա, լավն էր եւ վատը։ Այսքանը ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ընդհանուր ֆոնը լավ շրջապատ, լավ պահել, պաշտոնի բարձրացում, դիրքի ճանաչում, այդպես մարդիկ կողմ ձեզ ճանաչել, ձեր դիրքով, նաև որտեղ որ գնաք շատ լավ միջավայր կլինի, լավ մարդիկ կլինեն, շրջապատը լավը կլինի եւ դուք ինքներդ կհասկանաք, որ հասունացել եք։ Կյանքում իմաստ ձեր կբերեք, հա, որ մարդը այդ իմաստի համար ապրում է, ամեն մեկ մի բանի համար ապրում։ Անձնական կյանքը Անձնական կյանքում ուրախություն է, ուրախ պահեր են, ամեն ինչ նորմալ է, հիանալի, ինչ որ արտառոց ոչինչ չկա, ինչ հարաբերությունների մեջ եք, եթե վատնել է, ապա այս շաբաթ հիանալի կլինի, եթե վիճել եք, ապա այս շաբաթ նաև կարող եք հաշտվել, սեր կարող են խոստովանել, ինչ որ մի բան կարող տեղի ունենալ, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի այս շաբաթ։ Եվ գումարային առումով ձեզ կարող են օգնել, աջակցել, կամ դուք պետք է օգնեք ինչ-որ մեկին, կամ ձեր ընկերն է, կամ ծանոթ է, ով որ գումարի կարիք ունի եւ կաջակցեք, կամ ձեզ կարող են օգնել։ Եթե դուք գումարի կարիք ունեք, ապա օգնությունը ձերն է, հա, ձեզ կարող են օգնել։ Եվ իհարկե միգուցե ընկերներով հավաքվում եք, գումար եք դնում, որ ինչ-որ մի գործ սկսեք, ինչ-որ մի բան անեք, մի քանիսով, հա, մի քանի ընկերներով, եթե այստեղ տեսնում ենք, մի քանիսն են, ովքեր որ հենց ընտանիք կենթանի են, հա, իրենք միասին միավորվում եւ ինչ-որ մի գործ եք ուզում անեք, հավանականությունը մեծ է։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ պետք է մի փոքր ուշադիր լինել, շատ զգույշ լինել, որովհետև ոմանք կարող է աշխատանքը փոխեն, կամ դուրս գաք, կամ փոխեք, կամ նաև սա ինչ-որ մի բան է, կտրուկ փոփոխություն է աշխատանքի մեջ, բիզնեսի մեջ, կամ ձեր գործունեության մեջ, կամ ինչպես որ դուք աշխատում եք, դա արդեն կարող եք փոխել այդ ոճը փոխեք, դիզայնը փոխեք, ինչ-որ մի բան կտրուկ կարող եք փոխել։ Եվ նաև չի բացառվում, հա, դուրս գալը, որտեղ կարող եք հիմքից փոխել եւ մեկ այլ մասնագիտությամբ սկսեք աշխատել։ Եվ բացի դա էլ աշխատանքի վայրում ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք, որովհետեւ կարող եք շատ լուրջ վնասվածք ունենալ։ Կամ այնտեղ աշխատանքի վայրից ինչ-որ մեկի հետ եթե մոտ եք շփվում եք, կարող եք իրան ձեր կյանքից հանել, հեռացնել իրեն ձեր կյանքից։ Եվ առողջության հետ կապված պետք է ուշադրություն դարձնել հորմոններին, տղամարդկային օրգաններին, կանացի օրգաններին, դե վարակները ընդհանրապես եթե իրանք ընկնում են, դա նշանակում է, որ ինտիմ հարաբերություններ եւ դրանից բխող վարակներ, որ պետք է ուշադիր լինեք։ Եվ իհարկե հենց հորմոնները, հորմոնային բալանսը կարող է խախտվել է, պետք է ուշադրություն դարձնեք, եթե ինչ-որ մի բան այնպես չեք զգում, ապա կարող եք գնալ նաև բժշկի։ Կամ կարող եք այցելել բժշկի, որը որ տղամարդ կլինի։
Այսքանը ձեզ համար։ Դե եթե չեք որոշել աշխատանքը փոխել, ապա հիանալի է, որովհետև աշխատանքը կարող չփոխել, բայց ներսում կտրուկ ինչ-որ փոփոխություններ անել։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ուժ, օգնություն, նաև այս շաբաթ անընդհատ կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ, կարող ինչ-որ հարցեր ունեք, կամ բժիշկ է, կամ ոչ թե պետական աշխատող է, քննիչ է, իրավաբան է, ում հետ որ կարիք ունեք անընդհատ հանդիպելու, անընդհատ ինչ-որ հարցեր քննարկելու։ Նաև սա ինչ-որ մեկն է, որ ձեզ ձեռք կմեկնի, կօգնի, կաջակցի, կամ ֆինանսապես, կամ ինչ-որ մի բանով։ Նաև սա հավելյալ ուժ է, որ կունենաք այս շաբաթվա ընթացքում։ Անձնական կյանքը ձկների։ Ահա, ուրեմն միայն այստեղ ֆինանսներն են։ Ֆինանսները նաև մի փոքր էլ աշխատանքը, ինչ որ չափով։ Տունը դե ընտանիքը հենց տունն է ցույց տալիս, ոմանք տուն կկառուցեն, ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք տան հետ կապված ինչ որ հարցեր կա, տեղափոխություն, առքուվաճառք, այնտեղ ժառանգության հետ կապված հարցեր, ինչ որ վերաբերվում է տանը։ Միգուցե այս շաբաթ ուբորկա եք սկսում։ Հովա, օրինակ Հայաստանում եւ ուբորկա եք սկսում։ Մեր նման այսպես տոթին նստած չեք, ինչ որ մի բանով հով եք անում ձեզ։ Նաև դե կարող է ընտանիքի անդամներից մեկն է տուն վերադառնում, դուք եք տուն վերադառնում, հայրենիք եք վերադառնում, գնում եք, հա, հայրենիք, օրինակ, այս մեկ շաբաթը մնաք այնտեղ։ Ինչ որ տան հետ կապված բաներ են, փոփոխություններ, վերանորոգում եւ այլն։ Նաև ֆինանսների հետ կապված այստեղ խոչընդոտներ են, դրա համար կարող է այնտեղ ինչ որ մեկը ձեզ ձեռք է մեկնում եւ օգնում է ֆինանսապես։ Կամ խնդիր կա վճարելու հետ կապված, օրինակ տվյալ մարդուն, եթե նա ձեզ օգնել է։ Հնարավոր է նաև այստեղ մի փոքր ուշադիր, ովքեր որ մեքենա են վարում, հնարավոր է այստեղ շտրաֆ գրեն, հա, այնտեղ ուժային կառույցն է, այստեղ գումարի խոչընդոտը։ Հնարավոր է նաև այդպես։ Նաև աշխատանքի վայրում այստեղ ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել, կամ աշխատանքի հետ կապված է, կամ ձեր աշխատելու հետ կապված։ Կամ այնտեղ ներսում ինչ-որ մեկից կարող եք ինչ-որ գաղտնիք իմանալ, մեկի մասին։ Նաև կարող են ձեզ ուղարկել օրինակ սովորելու, աշխատանքը այդքան էլ լավ չգիտեք, կամ ինչ-որ մի բան է փոփոխվում աշխատանքում, պետք է գնաք սովորելու։ Ոմանք կարող աշխատանքը թողան եւ գնան սովորելու։ Եվ դրա համար այստեղ ֆինանսական խնդիրներ կան, կամ ուսման վարձ օրինակ վճարելու հետ կապված։ Կարող է քննություն եք տվել եւ անցել եք վճարովի տարբերակ եւ խնդիր կա եւ դիմում եք, որ ինչ որ մարդիկ հովանավոր են։ Դե ինչ որ կարող է պայմանագիր է աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, եթե ունեք, կամ աշխատանքային պայմանագիր է, կամ աշխատանքի եք ընդունվում։ Եթե գնաք այստեղ բավականին հարցաքննություններ կլինի, բավականին շատ հարցեր ձեզ կտան հարցազրույցի ժամանակ, որ ամեն ինչ կուզենան իմանան, հա, ձեր մասին այդպես։ Իսկ առողջության վերաբերյալ բացարձակապես խնդիր չկա, եթե անգամ կար, եթե հիվանդ էիք, եթե բուժվում էիք, ապա այստեղ ամեն ինչ լավ է, ամեն ինչ իդեալական է, ով էլ լավ չէր զգում, ապա կապակինվի այս շաբաթ։ Այսքանը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։